այն ինչը որ ըստ էության իդեմս ցավոք սրտի Հայաստանի իշխանությունների չի ապահովում Հայաստանը կոնկրետ մեր իրավունքների, մեր նյութական եւ ոչ նյութական արժեքների եւ ընդհանրապես մեր բնորանի մասով, ինչու՞ չէ նաեւ մեր ռազմաքաղաքական վերնախավի ու մնացած մեր գերիների մասով շատ հաջողությամբ դա իրականացնում է Ադրբեջանը հակառակ իմաստով, այսինքն նպատակը ցույց տալն է միջազգային հանրությանը, որ բնավել այնտեղ Հայաստանի լռության ֆոնի վրա, որ բնավել Արցախում չեն ապրել հայեր, որոնք ուղղակի ստեղծել են, արարել են, այդտեղ իրենց բնորանն է, ստեղծել են պետություն, կայացել են, նաև կարող էին օրինակ ծառայել շատ աշխարհի շատ ճանաչված պետությունների, այլ հակառակ ուզում են ցույց տային, որ այդտեղ ինչ-որ տերորիստների ահաբեկիչներ են այնտեղ ու իրանք պայքարում են ահաբեկիչների դեմ։ Ահաբեկիչների դեմ եւ հակառակը իրենք են ազատագրել։ Գիտեք, ես հայաստանյան իշխանությունների լռության ֆոնի վրա իրենց ձայնը բնական է լսելի է, որովհետեւ դատավարությանը եւ այդ դատավճիռների արդեն հրապարակումից ժամեր անց պաշտոնական մամուլը ամբողջ ադրբեջանական ողողված էր, այսպես մի թեզ էր գնում կարմիր գծով, որ տեղի ունեցավ օրենքի ուժով արդարադատություն, այսինքն իրենք համարում են, որ այն ինչ որ իրենք արեցին դա արդարադատության հաստատումներ եւ տեղի ունեցավ այն Բաքվում եւ իրենք ունեն ակնկալիքներ այդ արդարադատությունը օրենքի ուժով պիտի տեղի ունենա Հայաստանում։